Մոտակա խորհրդարանական ընտրություններին, կուզի ձեր գնահատականը տայք ընդդիմադիր ուժերի շանսերին, մասնավորապես ինչպես կգնահատեք ՀԱԿ-ի շանսերը այս շրջանում։ ՀԱԿ-ի շանսերը ընդհանրապես չեմ ուզում գնահատեմ, ՀԱԿ-ը ինքը պետք է գնահատի իր հնարավորությունները եւ ես ուզում ժողովուրդը իր գնահատականը կտա ընտրություններին ՀԱԿ-ի վերջի 2-3 տարվա գործողությունների հետ կապված, եթե ՀԱԿ-ը հաղթեց ընտրություններում, կնշանակի, որ ժողովուրդը դրական գնահատեց իր գործունեությունը վերջի 3 տարիների ընթացքում։ Եթե ոչ, կնշանակի, որ ՀԱԿ-ը անկում է ապրել եւ ժամանակն է, որպեսզի քանի որ ՀԱԿ-ը որպես կուսակցություն, որտեղ միավորումը, որտեղ հավաքված են տարբեր կուսակցություններ, ինձ թվում է ընտրություններից հետո շատ շուտ կլուծարվի որպես կառույց, որտեղ հավաքված են տարբեր կուսակցություններ։ Պարոն Սիմոնյան, իսկ ինչպես է գնահատում այն, որ ՀԱԿ-ում ձեզ ներկայացնում են որպես դավաճան, որպես քաղաքական շարքերից։ Ես բազմիցս նշել եմ, որ դավաճանության մասին խոսում են դավաճանները։ Դուք մի հատ վերցրեք, նայեք, տեսեք, թե ովքեր պատասխանեցին իմ Եվրոդատարանից դիմում վերցնելու։ Պատասխանեց Գագիկ Ջանգիրյանը, պատասխանեց Միասնիկ Մարխասյանը, մարդիկ, որոնք որ մի քանի անգամ դավաճանել են իրենց սկզբունքներին։ Որ հարցում կոնկրետ։ Ինչպես։ Կոնկրետ որ հարցում է օրինակ Գագիկ Ջանգիրյանը դավաճանել իր սկզբունքներին։ Ասեմ, ուրեմն Գագիկ Ջանգիրյանը ի սկզբանե լինելով իշխանության այն օղակներում, որը միշտ բարձր դերակատարություն է ունեցել Հայաստանի Հանրապետությունում անցկացված ցանկացած ընտրական պրոցեսի հետ, եւ այս ամբողջ զզվանքը, որը առաջացել է մարդկանց մոտ այս ընտրություններում տիրող իրավիճակը, դրա կնքահայրը եղել է Գագիկ Ջանգիրյանը։ Եվ այսօր նա դավաճանելով իր սկզբունքներին եկեք հանել է ՀԱԿ-ի մոտ եւ ՀԱԿ-ի կողքին եւ խոսում է արդար ընտրությունների մասին։ Իսկ ո՞րն է եղել պատճառը։ Մեծ դավաճանություն, քան թե մնացած։ Իսկ Միասնիկ Մարխասյանը ես բազմիցս ասել եմ տարբեր կուսակցություններ եղած անձնավորությունն է, որը որ վստահ եմ, որ ՀԱԿ-ում է շատ շուտ կհեռանա, ՀԱԿ-ից է կհեռանա։ Իսկ ձեզ ինչով է պայմանավորված այն, որ ՀԱԿ-ը այս համագումարին ներկայացնում են ընդհանրապես մի կուսակցություն, պահպանողական կուսակցությունը, արդյոք ՀԱԿ-ի եւ ազատ դեմոկրատների մեջ հարաբերությունները ինչպես կմնան։ Ներկայ է նաեւ Հանրապետություն կուսակցությունը, իշքան որ ես Արամ Զավելի Սարգսյանն էր ներկայ կուսակցություն համագումարի, չի ասի, որ մի կուսակցություն։ Իսկ ինչպիսին են հարաբերությունները ՀԱԿ-ի եւ ազատ դեմոկրատների մեջ։ Ես չեմ կարող ասել, քանի որ ես ազատ դեմոկրատների անդամ չեմ։ Բայց համակիր եք։ Համակիր եմ, քանի որ ազատ դեմոկրատներում հավաքված են իմ ընկերները, որոնց հետ ես անցել եմ 20 տարի երկար։ Իսկ հնարավոր է, որ ազատ դեմոկրատների ցանկում ընդգրկվեք։ Միգուցե ընտրություններից հետո։ Միջև ընտրությունները։ Միջև ընտրություններ ոչ մի կուսակցության չեմ պատրաստվում անդամ։